Բազմիցս գաղափարը որպես այդպիսին պարտադիր ընդհանրապես կուտակային համակարգին վկայում է այն մասին, որ գումարները, որոնք որ գնալու են եւ կուտակվելու են որպես ապագայում ստացվելիք կենսաթոշակ, նրանք քաղաքացու սեփականությունն են հանդիսանում, այսինքն անգամ օրենքը սահմանում է, որ այդ փայերը, որոնք որ ունենում է անձը իր կողմից վճարված կուտակային վճարին, դա անձի սեփականությունն է, սակայն նույն օրենքը սահմանափակում է այդ սեփականությունից օգտվելու քաղաքացու իրավունքը։ Դրանով կոպտորեն խախտվում է սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները։ Սոցիալական պաշտպանության բաժնի ծերության խմբին հենց հատկացումները ավելացել են մոտ 50-55 միլիարդով, այդքան դրամով։ Դա ինչ է նշանակում։ Այդքանով ավելացել է, դրանից 20 միլիարդ է վարչապետի հայտարարությամբ գնալու է թոշակների բարձրացման, իսկ մնացածը ըստ երևույթին գնալու է հենց այս համակարգի ապահովմանը եւ պետության կողմից մասնակցությունը ապահովելու համար եւ համապատասխան կառույցներ պետք է ստեղծեն, որոնք զբաղվեն դրա կառավարմամբ եւ դրանց ապահովմամբ։ Այսինքն մենք մի կողմից հայտարարում ենք, որ ունենք շատ քիչ բյուջե, չենք կարող բարձրացնել, մյուս կողմից այդ քիչ գումարից ավելի շատ գումար, քան հատկացնում ենք ավելացումներին թոշակի, դուրս ենք հանում շրջանառությունից ընդհանրապես, մինչև 45 տարի ժամկետով դնելով օտարերկրյա բանկերում, ու դրանով հայտարարում ենք, որ լուծում ենք սոցիալական խնդիր։ Այսինքն դա բացարձակ աբսուրդ է, այդտեղ ոչ մի տրամաբանություն չի կարող լինել ուղղակի։